Սերոբ Գասպարյանի գործի վերաբերյալ ինչ կասեք եւ նրա խափանմամիջոց կալանքը այդպես էլ չի փոխում տևական ժամանակ է կալանքի տակ է։ Նախ ուզում եմ անդրադառնալ սկզբից նրանից, եթե պետությունը իրոք համոզված է, որ Սերոբ Գասպարյանին եւ կոնկրետ նաեւ այս խմբին մեղսագրվող արարքը տեղ ունի իրականության մեջ, նախ եթե տեսականորեն էլ ընդունենք, որ գոյություն ունի մեղսագրվող արարքը, պետք է հասկանանք, որ սա ինչ-որ բանի հետևանք է։ Սա առաջի խումբը չի, որ նման մեղադրանք է մեղսագրվում, մենք պետք է որպես պետություն հասկանանք ինչն է պատճառը, այս ամեն ինչի պատճառը ինչ է, ոնց է, որ երրորդ խումբն է ենթադրյալ ձևավորվում, այս չարիքից ազատվելու ճանապարհը բռնել։ Հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն ըստ պատճառը վերացնելով, ոչ թե հետևանքներ վերացնելով, որովհետև եթե սա շարունակվի, չի բացառվում, որ այս ամբողջ ազգը հայտնվի կալանավայրերում, որովհետև նման իշխանության պայմաններում, եթե նույնիսկ մարդիկ տեսականորեն որոշում են կայացել գնան այս մեթոդով լուծման, Այսի ուրեմն ազգային անվտանգության ամենամեծ հարցն է։ Ու պատահական մարդկանց մասին չի խոսքը, այս մարդիկ հրամանատարներ են, այս մարդիկ պատերազմ են վարել, այս մարդիկ հող են ազատագրել, պաշտպանել եւ այսօր այս մարդկանց կարիքը առանց եթե քիչ են գնացել, այս մարդկանց կարիքը ավելի է զգացվում Հայաստանի պաշտպանության համար։ Լավ, Արցախը հանձնեցիք, էլի հանգիստ չեք։ Հիմա ինչ եք ուզում։ Սյունիքի ուղղությամբ թշնամին ակտիվացել է եւ գրակոծների հետ կապված պաշտպանության նախարարությունը դրանք համարում է ոչ Հայաստանի ուղղությամբ։ Դե սպասեք նրան, հիմա չզարմանաք, որ Ասերյանը հիմա էլ պատասխանի, ասի ոչինչ, հեսա զինամթերքները կպրծնի էլ չեն կրակի։ Ջերմուկի դեպքում սովածացան գնացին, հիմա Սյունիքի դեպքում թշնամու զինամթերքը կպրծնի էլ չեն կրակի։ Թող ժողովուրդը մի շաբաթ էլ համբերի, մի շաբաթվա փամփուշտ է մնացել, չեն կրակի։ Եթե մշակույթի տանն է դիպել կամ մարդկանց տանիքներին, ինչպես է ստացվում, որ թիրախավորված չեն կրակի։ Դուք լրագրող եք, դուք ավելի ինֆորմացված եք, տեղեկություն չունեք, որ մեր հայերն են կրակել մշակույթի տան վրա, մարդ չկա ձերբակալված այդ գործը։ Կարող է ձեր հայտարարությունը բացառում, որ այդպես լինի։ Բայց դրանից լուրջ ինչ եք ուզում, այս խեղ կատակի ձեռել ինչ եք, սրանից լուրջ բան եք ուզում։ Այսինքն պաշտպանության նախարարության առաջարկ ադրբեջանական կողմին, որ հետաքննություն անենք, բարձենք, հենց նպատակը դա է։ Նման պաշտպանության նախարարի գլխավոր շտաբի պետի արկայության պայմաններում դուք խոսում եք ուժային նման կառույցի գոյության մասին։ Դուք ինչի մասին եք խոսում։ Այս երկիրը պաշտպանելու է կամավորականը բանակին նեցու կլնելով։ Հիմա այն կողմից բանակն են կազմաքանդում, այս կողմից կամավորական շարժումներն են փորձում sense բսկտել, իրար դեմ հանել, հրամանատարներին բանտարկել։ Սրանցից ինչ եք ուզում։ Վերջնանպատակը ո՞րն է այս գործողությունը։ Վերջնանպատակը, որ ինքը իր խաղաղության ծրագիր իրականացնի, այն ինչի համար բերե նշանակել են այս երկրի գլխին փորձանք։ Ինչն է, ինչը պետք է լինի վերջնանպատակը։ Ինչ եք ուզում։ Էսի առաջի խումբն է, այսքան մարդկանց վրա sense այս մեղադրանքները մեղսագրվում է։ Պատճառը վերացրեք։ Պատճառը ինքն է։ Թուրքիայի, Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում ինքն է։ Հենա նոր մի քիչ առաջ նայում ենք հիստերիկությունը նորից ազգային ժողովում բռնել է, արդեն գալիս տուկն է ուտում։ Այս պայմաններում այսօր հրամանատարներ եք դատում։ Դե խոսում ենք 47 կիլոմետրանոց ճանապարհի մասին։ Այս ազգին հասնում է։ Այս ազգին հասնում է սենց ղեկավարը։ Եթե այս ձև են վերաբերվում, ուրեմն ինչ ասեմ։ Մնացել է այս մի կորիզը ազգային, այս կռվող տղեկի ազգային կորիզը, որ վերջի րոպեին կանգնելու են 18 տարեկան զինվորի կողքը, կամ մեռնելու են, կամ այս երկիր մնալու։ Ուրիշ ինչ ասենք։ Այսինքն կամավորականների միջև վերջ կռվելու պատրաստ մարդկանց մեջքը կոտրել։ Դե այն կողմից բանակն է գզելով գալի, այս կողմից կամավորականությունն է ասած փորձում կոտրել։ Ինքը դե որ հայի հետ կապ չունի, ինքը չի հասկանում, անհնարին գործ է բռնել։ Էսի Արցախ հանձնելը չի, որ վճարվի հանձնի, էսի մարդուն չի կարանալու փոխի։ Դե ինքը որ հայ լինի գենետիկորեն, կզգա ինչի մասին եմ խոսում։ Այս կանգնած մարդկանցից որի մեջն է հայրենասիրությունը հանելու։ Բայց գոնե լիկվիդացիոն օրենքով։ Դե հիմա այս լծակը ունի, հեսա կարում կիրառի, մենք պետք է թույլ չտանք սա։
Հիմա իրավական հարթությունով է փորձում իբրև թե անի, հեսա հետևանքները կտենակ էլ։ Շնորհակալություն։